Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացվում Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում կառավարության կողմից առաջադրված Սեդա Սաֆարյանի թեկնածությունը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն թվականի հունիսի 30-ին համար 963 որոշմամբ որոշում է կայացրել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Սեդա Սաֆարյանի թեկնածությունը, հաշվի առնելով նույն դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 10-ին լրանալու հանգամանքը։ Ձեր թույլտվությամբ այժմ կներկայացնեմ տիկին Սեդա Սաֆարյանի կենսագրական տվյալները, ինչպես նաև իր մասնագիտական գործունեության վերաբերյալ տեղեկություններ։ Տիկին Սաֆարյանը 1985 թվականից մինչև 1991 թվականը սովորել է Երևանի Պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ 1991 թվականից մինչ օրս Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի անդամ է։ 2006-ից 2007 թվականներին հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան։ 2008-ից 2010 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի որակի հանձնաժողովի անդամ։ 2009-ից 2010 թվականներին հանդիսացել է Հայաստանի Հանրապետության նախագահի 2008 թվականի հոկտեմբերի 23-ի կարգադրությամբ ստեղծված 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառների վերհանման և բացահայտման փաստահավաք խմբի անդամ։ Սեդա Սաֆարյանը հանդիսացել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններով հետապնդման ենթարկված մեկ տասնյակից ավելի քաղաքական գործիչների և անձանց շահերի ներկայացուցիչ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ 2008 թվականի մարտի 1 իրադարձություններին նվիրված թվով 4 զեկույցների համահեղինակ է։ 2015 թվականից 5 զեկույցների 2015 թվականից մինչ օրս միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հոգաբարձությունների խորհրդի անդամ է։ Հանցավորության արդարադատություն և ներքին անվտանգություն, դատաիրավական բարեփոխումներ ծրագրերի ղեկավար, սահմանադրական և պետաիրավական հարցերի ավագ փորձագետ։ Սեդա Սաֆարյանը հանդիսանում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և համապատասխանում է Սահմանադրությամբ ամրագրված Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուին առաջադրվող այլ պահանջներին։ Շնորհակալություն։